խի կտրիչը չէր 21 թվականին կոչ անում, որ մեծ ձայն չտան, վարչապետին չընտրեն։ Եվ հենց էս էլ է նկարագրում էլի կտրիչին։ Ամենայն հայոց կաթողիկոս, որը կոչ է անում իր հոտին չընտրել Նիկոլ Փաշինյանին, եւ Նիկոլ Փաշինյանը ստանում է ժողովրդի մեծամասնության քվեն։ Սա ուղիղ հաղորդագրություն էր կտրիչին, որ կտրիչ ջան, հեռացիր, որովհետև ժողովուրդը ոչ քո ասածն է անցալում, ընդունում եւ ոչ էլ քեզ է ընդունում։ Եվ այս ամեն ինչից հետո ես չեմ կարծում, որ որևէ եկեղեցական անգամ եթե դուրս գա եկեղեցուց եւ մտնի քաղաքականություն, որևէ բանով կկարողանա օգնել արդեն իսկ ջախջախված եւ ոչի մի ասելիք չունեցող ընդդիմությանը եւ կկարողանա աջակցություն ստանալ Հայաստանի Հանրապետությունում մի օրակարգի, որը միութենական պետություն երկիրը տանելու մասին է, որովհետեւ եկեք արձանագրենք, որ բարձրաստիճան հոգեվորականների մեր թվարկած խումբը, որոնք սրբապիղծ են, շատ գործուն կերպով աջակցում են Ռոբերտ Քոչարյանի թիմին, ով իր հերթին հրապարակային խոսում է Հայաստանը միութենական պետություն դարձնելու իր ուրեմն առնվազն համաձայնության մասին։